Խոշոր արտադրական ոլորտներն այսօր նոր մարտահրավերների առաջ են, որոնց լուծումը մասնագետները տեսնում են ժամանակակից տեխնոլոգիական գործիքների կիրառման մեջ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի խոսքով, ստարտափ հարթակը լավ հնարավորություն է ցույց տալու, թե ինչպիսի նորարարական տեխնոլոգիաներ են այսօր կիրառվում հանքարդյունաբերության մեջ և ինչպես կարող են նոր գաղափարները նպաստել ոլորտի տեխնոլոգիական վերազինմանը։ Մենք կարող ենք ներկայացնել մեր հանքարդյունաբերությունը, թե ինչպիսի ազդեցություն և դեր ունի տնտեսության մեջ և նաև թե ինչպիսի նորարարական տեխնոլոգիաներ են այս ոլորտում կիրառվում, ինչպիսի ազդեցություն ունի հանքարդյունաբերությունը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ոլորտում և հասկացանք սա լավ հարթակ է նորարարական ստարտափեր, գաղափարներ առաջարկելու, որոնք հետագայում կարող են զարգանալ և էապես նպաստել հանքարդյունաբերության թվային զարգացման, վերափոխման, տեխնոլոգիական վերազինման համար։ Եվ այսօր այստեղ հավաքվել են և պետական կառույցի, և մեր հանքարդյունաբերող ընկերությունների և նաև ստարտափ ընկերությունների անձինք, երիտասարդներ քննարկելու ոլորտում առկա խնդիրներ, ինչպես նաև առաջ քաշելու նոր գաղափարներ։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն այսօր առաջնահերթություն է դարձել նաև պետական վերահսկողական մարմինների համար։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն մի քանի տարի է, ինչ վերահսկողական գործընթացներում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր և լազերային սկանավորման համակարգեր։ Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ընդգծում է, արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ հանքարդյունաբերական ընկերություններն իրենց հերթին ակտիվորեն ներդնեն թվային գործիքներ։ Ինովացիոն այս համաժողովի տրամաբանությունը նրա մասին է, որ մեր Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերող ընկերությունները ցանկանում են նոր ժամանակակից տեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և ծրագրային լուծումներ ապահովել ամբողջ արտադրական պրոցեսի վերաբերյալ և նաև դա ինչի համար է կարևոր մեր համար, որովհետև տեսչական մարմինը արդեն տևական ժամանակ է ակտիվորեն օգտագործում է թվային տեխնոլոգիաներ վերահսկողության մեջ և այն հանքարդյունաբերողները, ում մենք վերահսկում ենք, ևս կարիք ունեն հասնելու այդ մակարդակին, ինչ մակարդակին, որ մենք այսօր ենք, նաև համաժողովի ժամանակ կարծում եմ, որ այդ նոր գաղափարների գեներացման շնորհիվ շատ հնարավոր է, որ շատ հեշտ լուծումներ գտնեն։ Ոլորտի ներկայացուցիչները շեշտում են, ժամանակակից հանքարդյունաբերությունն այլևս անհնար է պատկերացնել առանց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի։ Եթե տարիներ առաջ ընկերություններում տեխնոլոգիական աջակցությունը սահմանափակվում էր համակարգիչների կամ ինտերնետ կապի ապահովմամբ, ապա տվյալների հավաքագրումը, շրջակա միջավայրի մոնիտորինգն ու անվտանգության համակարգերն ամբողջությամբ հիմնված են ծրագրային լուծումների վրա։ Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի դիտարկմամբ, սա երկկողմանի կապ է։ Բարձր տեխնոլոգիաներն օգնում են արդյունաբերությանը դառնալ ավելի անվտանգ ու արդյունավետ, իսկ տեխնոլոգիական ոլորտը իր հերթին չի կարող զարգանալ առանց հանքարդյունաբերության ապահովված մետաղների։ Ժամանակակից հանքարդյունաբերությունը առանց տեխնոլոգիական ոլորտի չի կարող գործի, դա փաստ է։ Մենք նաև ցույց տվեցինք այսօր որոշ պրեզենտացիաներով, որ տեխնոլոգիան ոլորտը չի կարող գործի առանց հանքարդյունաբերության, բայց նաև այսօր ժամանակակից հանքարդյունաբերությունը։ Նկատել ենք, որ հենց արդյունաբերական ճյուղում, հենց հանքարդյունաբերական ոլորտում մենք դեռ այն մակարդակը չունենք, ինչ որ ունենք այլ ոլորտներում, հա։ Դրա համար մենք ունենք տալու տեխնոլոգիական ոլորտին ահագին բան, IT ոլորտին, եւ ունենք իրենցից ստանալու։ Դա շատ կարևոր հանգամանք է, շատ կարևոր փաստ է, նամանավանդ այն ձեռնարկություններին, որոնք պատրաստ են ներդնել ինովացիոն ծրագրեր, եւ ես ուզում եմ դա այսօրվա մեր մասնակիցները հաշվի առնեն, որ փորձի փոխանակումը հենց արդյունաբերական ոլորտում, հանքարդյունաբերական ոլորտում տեխնոլոգիական ոլորտի հետ շատ կարևոր է։ Mining Innovation Summit-ի մասնակիցները վստահեցնում են, նման ոչ ֆորմալ հարթակներում ձևավորած փորձի փոխանակումն ու քննարկումները թույլ կտան հայաստանյան ստարտափերին մշակել կոնկրետ լուծումներ, որոնք առաջիկայում կկիրառվեն խոշոր արտադրություններում, բարձրացնելով ոլորտի արդյունավետությունն ու ապահովությունը։